տրտունջն էր։ Մարդ բնությունն է։ Ինչ էլ որ իրեն կյանքի մեջ դրական լինի, վերջնակետում կանգնում է պրոբլեմի առաջ։ Տրտունջ։ Ես շատ անգամ այդ միտքը ասել եմ, մենք, այսինքն մարդ բնությունը, ինչպես է արտահայտվում, եղել է ամեն մեկը ձեր կյանքի մեջ սա այս փորձառություն ունեք, հիշեք ձեր դպրոցական ժամանակահատված, երբ որ քննություն պիտի հանձնեք, չեք սովորել առարկան, վերջը եղել են մարդիկ, որ աղոթել են, ինչ են ասում, մի հատ 3 տնի բավական է։ Երբ որ 3-ը ստանում է, տրտնջում է, ասում է, որ 4 տներ կմեռներ։ Սա հիվանդ հոգեբանություն է, որ մարդը ինչ որ ստանում է, նորից ուզում է առավելը։ Սուրբ գրքի մեջ գրված է, ժողովող գրքում Տերն ինչ էր ասում։ Աստված մարդուն ուղիղ է ստեղծել, բայց նրանք տարբեր հնարքներ են փնտրել։ Ինչևից է, թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկիս եւ կուզեի, որպեսզի լուրջ ուշադրություն դարձնենք այս վիճակին։ Եվ կուզեի նայենք, թե երբ է մարդու կյանքի մեջ առաջանում տրտունջը։ Սիրելիներ, առաջին երբ որ մենք նայում ենք մարդու կյանքում, տրտունջ առաջանում է այն պահից, երբ որ իրեն սրտի ուզածը չի կատարվում։ Երբ որ ինքը խորում մտածում է, որ Աստված իրեն պիտի այդ աղոթքին պատասխանը տա, Աստված իրեն ուզածը պիտի անի, ոչ սիրելիներ։ Շատ անգամ այդ մեջ բերումն արել ենք, շատ անգամ։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ գրքի մեջ, ուշադրություն դարձրեք, Աստված Աբրամին դուրս բերեց։ Խոսել էր Աբրամի հետ, ասել է, որ քո զավակները, քո սերունդը ավազի հատիկից շատ պիտի լինեն։ Բայց 15-րդ գլխի մեջ, երբ որ մենք կարդում ենք, ուշադրություն դարձրեք, Աբրամը չունի զավակ։ Ինքը խոսմունքն ուներ, բայց սրան ինքը չէր հավատում։ Շարունակության մեջ գրված է, ով Տեր Յովա, ինչու, ինչ ես տալիս ինձ, քանի որ առանց զավակ եմ մնացել։ Եվ իմ տան տիրողը հա Դամասկացի Եղիազարն է։ Նաև ասաց Աբրամ, որովհետև ինձ սերունդ չտվեցիր, ահա իմ ընծոտին իմ ժառանգը կլինի։ Սա գոհություն էր, թե տրտունջ էր։ Եղբայրներ քույրեր, հիշեք 73-րդ Սաղմոսի հեղինակ ամեն անգամ ես Ասապին մեջ բերում եմ անում։ Ասապի կյանքում ինչ պրոբլեմ էր առաջացել։ Երբ որ կարդում ենք երկրորդ համարից գրված է, քիչ է մնացել, ոտքերս տրվեն եւ բան չի մնացել, կնաս կսա։ Որն է պատճառը, որովհետեւ իրեն սրտի ուզածը չի կատարվել։ Կամ Հովաննու ավետարան 6-րդ գլուխ, երբ որ մենք անդրադառնում ենք, գրված է, Տեր Հիսուս Քրիստոս խոսեց երկնքից իջած կյանքի մասին եւ այնտեղ պարզ երևում է այդ տրտունջը աշակերտների կյանքի մեջ։ Ինչ էին ասում, խիստ այս բանով կարող է լսել դրան։ Եվ շարունակության մեջ, երբ որ մենք նայում ենք, Ասապը մնաց, չհեռացավ, երբ որ մտավ Տիրոջ խորանը, բայց աշակերտներ հեռացան Հիսուսից, այլևս չեն քայլում։ Եվ այսօր էլ մեր կյանքի մեջ, երբ որ մենք նայում ենք, այս պրոբլեմները կա։ Սիրելի քույրս, եղբայրս, Աստված ուզում է, որպեսզի մենք ամեն ինչի մեջ գոհանանք։ Աստված Իսրայելին դուրս հանեց Եգիպտոսից, եւ ինքը խոսել էր Իսրայելի հետ, ասելով, որ պիտի տանի խոստացյալ երկիր։ Երբ որ լրտեսողները հետ վերադարձան, ներկայացրեցին պտուղները, բարիքները, ասացին իրավցն է կատ եւ մեղր բխող երկիր է, բայց այստեղ ուշադրություն դարձրեք, այն միտքը, որ իրենք բերեցին, ասացին այնտեղ ասկը զորավորը, պարիսպները բարձր են, ենակի որդիներ կա, գրված է, որ Իսրայելի ծերերը տրտնջացին, եկան Մովսեսի եւ Ահարոնի վրա, եւ այդ տրտունջը Աստծոյի վրա էր։ Այսօր էլ մեր կյանքի մեջ այս տրտունջը կա։ Եվ ուղղակի ուզում եմ, որպեսզի ես եւ դու տեսնենք, որտեղից է ծնվում մեր կյանքի մեջ տրտունջ։ Սիրելիս, մեր կյանքի մեջ տրտունջը ծնվում է, երբ որ մեր սրտի ուզածը չի կատարվում։ Եվ կուզեի, որպեսզի մենք սա կարողանանք տեսնել, հասկանանք, որն է պրոբլեմը, ամենամեծ պրոբլեմը, որ ես եւ դու կասկածում ենք Աստծո հավիտենական սիրուն, եւ երկրորդը, որ մենք կասկածում ենք Աստծո հավիտենական ծրագրին։ Աստված իր որդին ուղարկել է, որպեսզի մեզ հավիտենական կյանք տա։ Իսկ այդ հավիտենական կյանքը ունենալու համար կա ընդամենը մեկ ճանապարհ, որի վրա անդրադարձավ Հիսուս. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Հիմա Աստված մեզ տանում է այդ ճանապարհով եւ հիշեք հետեւյալ Հիսուս ասում էր, որ իրեն ճանապարհը նեղ փշոտ քարկարոտ է։ Հիմա որ այդ ճանապարհով գնում ես, հարց եմ տալիս, դու հավատում ես, որ ճիշտ ճանապարհի վրա ես։
Հավատում ես, որ Աստված քեզ սիրել է եւ քեզ առաջնորդում է շավիղների մեջ։ Կամ երբ որ մենք նայում ենք ամենակալ Աստված այս նուրբ վիճակը մեզ ամեն մեկից բերում է, ինչ էր ասում Պողոս առաքյալը, դուք էլ սրբատաշ քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար։ Հիմա ամենակալ Աստված այդ սրբատաշ քարը, որը դու ես, ինքը ուզում է տաշել, որ ժառանգես հավիտենությունը, բայց դու չես հավատում, Աստծո ես սիրում, խորում մտածում ես, որ Աստված քեզ չի սիրում։ Սիրելիներ, թող այսօր Աստված օգնական լինի մեզ, որ ամեն բանի մեջ մենք կարողանանք գոհանալ։ Երբ որ մենք կարդում ենք Փիլիպպեցիս 4:6-ից 7 համարներս համարի վրա շատ անգամ ես խոսել եմ, նորից ուզում եմ անդրադառնալ այդ մտքին, ուշադրություն դարձրեք ինչ է ասում Տիրոջ խոսքը ինձ եւ քեզ։ Կարդում եմ 4 գլխի 6-7 համարները։ Ոչինչը հոգս մի կանեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով, գոհությունով ձեր խնդրվածները թող հայտնի ասում։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպապանե ձեր սիրտը, միտքը Քրիստոս Հիսուսում։ Այստեղ 3 կարևորագույն միտք կա, որի վրա ուզում եմ անդրադառնալ։ Առաջինը գրված է. սա պատվերը Տիրոջ կողմանը, ոչինչի հոգս մի կանեք։ Քուրս ջան, եղբայրներ ջան, ինչպես պատվերը սիրիր քո Աստծուն, սիրիր քո ընկերոջը, մի պամպասիր, մի գողացիր, վերջը սխալներ մի արա, սա էլ է պատվեր Աստծո կողմից։ Ասում է ոչինչի հոգս մի կանեք։ Բայց հետաքրքիր է, մեր կյանքի մեջ ինչքան խնդիրներ եւ խնդիրներ կա։ Ինչ հոգս չանենք, սիրելիներ, այստեղ առաքյալի խոսքի հիմքում ընկած է մեկ բան, որ ինքը ուզում է մեզ ամեն մեկից ասել։ Ինչ հոգսել որ ունենաս, այդ հոգսին կա պատասխան, եւ այդ պատասխանը Աստծո մոտ է։ Եվ Սաղմոսների մեջ, երբ որ կարդում ենք 55 Սաղմոսի 22-րդ համարի մեջ, նայեք Սաղմոս 2-ն ինչ է ինձ եւ քեզ սովորեցնում։ 55 Սաղմոսի 22-րդ համարի մեջ գրված է. քո հոգսը Աստծո վրա գցիր, եւ նա խնամ կանե քեզ, նա թող չի տալ, որ արտարը հավիտյան շարժվի տեղից։ Քո հոգսը Աստծո վրա գեց։ Այսօր շատերս այդ հոգսերի տակ ճզմվել ենք։ Քուրս ջան, եղբայրներ ջան, Աստծո խոսքն ասում է, օրվա համար բավական է օրվա հոգսը։ Բայց այսօր մեր կյանքի մեջ ուշադրություն դարձեք, ինչքան հոգսեր կան։ Եթե իմ եւ քո սրտերը բացեն, մենք այնտեղ տեսնենք բազում հոգսեր, որը տարիներ շարունակ մնացել է։ Աստված այսօր ուզում է, որպեսզի ես եւ դու բեռնաթափենք, որ մենք մեր հոգսը բերենք Տիրոջ եւ հավատանք, որ ամեն ինչին պատասխան տվող Աստված է։ Դու մտածելով, խորելով, որից է մեկ անգամ այդ հոգսին պատասխան չես կարող տալ։ Եվ նույնը, երբ որ մենք կարդում ենք Մատթեոս ավետարանի մեջ 6-րդ գլխի 25 համարում, նայեք ինչ ասում ամենակալ Աստված ինձ եւ քեզ։ 6:25 համարի մեջ գրված է. սրա համար ասում եմ ձեզ, հոգս մի կանեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք եւ ինչ պիտի խմեք, եւ ոչ ձեր մարմինի համար, թե ինչ պիտի հագնեք, չէ որ կյանքը ավելի է կերակուրից եւ մարմինը հագուստից։ Կյանքը ավելի է կերակուրից։ Այստեղ ինքը Տեր Հիսուս Քրիստոս կամենում ասել հետեւյալը, եւ սա իրական է։ Մենք այսօր ավելի շատ մտածում ենք մարմնավորի համար, քան թե հավիտենական կյանքի համար։ Սիրելիս, այսօր ասել նպատակը սա է, որ ես եւ դու կարողանանք ամեն ինչի մեջ գոհանալ։ Եվ երբ որ մենք նայում ենք, ինքը ամենակալ Աստված պատվեր էր տալիս, ասում ոչինչի հոգս մի կանեք։ Այսինքն Աստծո մոտ մեծ փոքր հոգս հասկացողություն չկա։ Աստված քո բոլոր հոգսերին կարող է պատասխան տալ։ Շարունակության մեջ երկրորդ միտքը հետևյալն է՝ պայման, որովհետև ասում է ոչինչի հոգս մի կանեք։ Առաջինը սա Աստծո կողմից պատվեր է, երկրորդը պայման է, որպեսզի մենք ունենանք երրորդը, այսինքն հետևանքին։ Ուշադրություն դարձրեք, պայմանը հետևյալն է, որ Աստված մեզ ամեն մեկից ասում է, գրված է, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով, գոհությունով ձեր խնդրվածները թող հայտնի լինի ասում։ Աղոթք, աղաչանք, գոհություն։ Բայց այսօր մենք նեղության մեջ հետաքրքիր է գոհանում ենք, թե չէ։ Սիրելիս, Աստված քեզ կանչել է եւ գիտի քո կարողությունը եւ նաեւ կարողության հետ մեկտեղ տվել է ուժ, որ կարողանաս դիմակայել եւ հաղթահարես։ Մենք շատ անգամ գոհանում ենք մեր սրտի ուզածից, բայց հարցը հետևյալն է, Աստված ինչումն է գոհանում։ Աստծո գոհություն հետևյալն է, որ դու ճիշտ ճանապարհի վրա ես,
որ այդ նեղության մեջ, պրոբլեմի մեջ կարողանաս իրեն անունը փառավորել։ Նորից եմ ասում, պայմանի մեջ մտում են այս կետերը, առաջինը գրված է աղոթք, աղաչանք, գոհություն։ Եվ անդրադարձել ենք բազում անգամ աղոթների վրայով, որն է աղոթքի հիմքը։ Աղոթք այսօր խնդրվածք է, երկխոսություն Աստծո հետ։ Ես միշտ ասել եմ, եթե մեր աղոթքի անկյունակարը կամ սկիզբը Քրիստոս կյանքը չէ, այդ աղոթքին պատասխան չկա։ Այսօր մարդու կյանքի մեջ աղոթքը ծնվելու է Քրիստոս կարիքից եւ պահանջից։ Այսօր մարդու կյանքի մեջ հոգեվորությունը չկա։ Հերացել է Աստծուց, բայց բազում խնդիրներ ունի, իրեն աղոթքը այդ խնդիրների վրայով է։ Եվ հիշեք հետեւյալը, որ Աստված այդ աղոթներին պատասխան չի տալու։ Եվ ասում է Սուրբ Գիրքը գոհություն։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5:18 համար երբ որ կարդակ, այնտեղ գրված է. ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեր վրա Հիսուս Քրիստոսում։ Այսօր մենք ամեն բանի մեջ գոհանում ենք։ Գոհանում ենք, երբ որ մեր սրտի ուզածը կա, գոհանում ենք, երբ որ Աստված մեր աղոթքին պատասխան է տալիս։ Բայց հարցը հետևյալն է. նեղության մեջ կարողանաս գոհանալ։ Աստծո ամենամեծ ուրախությունը սա է։ Եվ երբ որ մենք նայում ենք իրեն ձեռակիրը բոլոր քրիստոնյաների կյանքի մեջ, որ այդ նեղության մեջ իրեն անունը փառավորվի։ Երբ որ նայում ենք անապատի փորձյան հիմքում ինքը Հիսուս ապացուցեց մարդկությանը, որ մարդը ի վիճակի է դեմ տնելու, հաղթելու բոլոր մարդկային ցանկություններին։ Այստեղ միայն սա չէր հիմքը, նաև հիմքը հետևյալն էր, որ Աստծո անունը փառավորվեց, սատանան ջախջախվեց։ Այսօր մեր կյանքի մեջ բազում անգամ նեղություններ է բերում, եւ սա հիշեք հետևյալ Աստծո թույլտվությունն է։ Աստված երբ է փառավորվում, երբ որ այդ նեղության մեջ դու կարողանաս գոհանալ եւ Աստծո անունը փառավորել։ Իսրայելը դուրս եկավ անապատից։ Աստված դուրս բերեց գերությունից, բայց ուշադրություն դարձեք, ամեն ինչով Աստված ողորմություն արեց, նորից տրտնջացին։ Եվ գրված է այն ովքեր որ տրտնջացին, ընկան անապատում։ Թող Աստված օգնական լինի ինձ եւ քեզ, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Եվ այսօր կուզեի, որպեսզի մենք լույս նայենք այս վիճակին։ Շարունակության մեջ գրված է արդյունքը հետևյալն է. եւ Աստծո խաղաղությունը, որը ամեն մտքից վեր է կպապանե ձեր սիրտը, միտքը Քրիստոս Հիսուսում։ Այսօր շատերս խաղաղություն չունենք։ Որն է պատճառը։ Ես հավատում եմ հետևյալը, որ ամենակալ Աստված Սուրբ Հոգին ուղարկել է, որ մեր մեջ այդ խաղաղությունը տնի։ Հիշում եք, Հովանու ավետարանի մեջ ինքը Տեր Հիսուս Քրիստոսը հետևյալը ասեց աշակերտներին, գրված է. խաղաղությունն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Հովանու ավետարան 15-րդ գլուխ, 14-րդ գլուխ 27 համար։ Մարդկային խաղաղությունը ունի վերջ։ Իսկ հարց է, երբ է մեր կյանքի մեջ խաղաղությունը լինում, որտեղից է խաղաղությունը ծնվում։ Առաջինը վստահությունից եւ երկրորդը հավատքից։ Երբ որ մարդը վստահում է ամենակալ Տիրոջը։ Գեդեոնը 300 հոգով պիտի կռիվ տա մեզ բանակի դեմ, Գեդեոնը խաղաղ էր, որտեղ ինքը հավատում էր Աստծո խոսքին։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձեք, հոպը տառապանքների մեջ է, բժշկված չէ, բայց ինքը հետևյալն է ասում. իսկ ես գիտեմ, որ փրկիչս կենթան է, այդ ցավերից հետո ասում է, ես պիտի տեսնեմ Տիրոջս։ Կամ Գործք առաքելոց 12:6 համարը կարդակ, գրված է, որ Պետրոսը բանտարկված էր եւ առավոտ Պետրոսին պիտի սպանեն, բայց այնտեղ գրված հետեւյալը, Պետրոսը քնած էր։ Հետաքրքիր է, եթե մարդուն հաջորդ օրը պիտի վիրահատեն, կքնի թե չէ։ Բայց Պետրոսին ոչ թե պիտի վիրահատեն, այլ պիտի սպանեն։ Ինչի հիման վրա։ Պետրոսը խաղաղ էր։ Ինքը հավատում էր Աստծո խոսքին։ Այսօր քույրս եղբայրս, Աստված ուզում է, որ ես եւ դու կարողանանք այդ խաղաղություն ունենալ։ Հավատալ Աստծուն, հավատալ Աստծո հավիտենական ծրագրին։ Եթե անձնավորությունը հավատում է Աստծո հավիտենական ծրագրին, որի հիմքում ընկած է մեկ բան, որ դու պիտի ժառանգես հավիտենությունը, երբեք պրոբլեմ չես ունենա։ Թեկուզև նեղ, փշոտ, պրոբլեմային, դժվարին, միջև անգամ իսկ մատ ու խաղաղ ես, որովհետև հավատում ես,
Աստծո հավիտենական ծրագրին, որն է ծրագիրը, որ Աստված քեզ ուզում է տանել դեպի հավիտենություն։ Բայց այսօր կասկածում ես։ Թող Տերը օգնական լինի մեզ ամեն մեկից, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Եվ հիշեք հետևյալը, ուղղակի ես միտք ուզում եմ մեջբերում անել։ Առակաց 12:6 համարի մեջ գրված է հետևյալ միտքը. Աստված իրեն սիրածները կխրատա։ Նա ծեծում է ամեն որդի, որին որ ընդունում է։ Մի հարցս հետևյալն է, ինչի համար է ծեծում, որն է պատճառը։ Աստծո նպատակը հետևյալն է, որ ես եւ դու շտկվենք։ Որ ես եւ դու առանցենք հավիտենական կյանքը։ Բայց մենք այդ նեղ վիճակի մեջ, խնդրի մեջ ամեն անգամ տրտնջում ենք։ Թող Տեր օգնական լինի մեզ ամենքից։ Սիրելիս, պետք է ամեն ինչի մեջ կրանալ։ Հիվանդության մեջ, առողջության մեջ, ցավի մեջ, բժշկության մեջ։ Եվ երբ որ մենք նայում ենք, սուրբերը ամեն ժամանակ հատված գոհացել են։ Պողոսը ինչու մեջ էր գոհանում։ Եթե բարձրանալ պիտի լինի, միայն իմ տկարությունը կբարձրանա։ Ինքը գոհանում էր այս վիճակից։ Թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկից։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի խնդրանքս հետևյալն է, որ մենք հավատանք Աստծուն ամբողջ սրտով։ Աստված մեզ չի կանչել դատապարտելու համար, Աստված մեզ չի կանչել կորցնելու համար, Աստված մեզ կանչել է, որպեսզի ես եւ դու ունենանք հավիտենական կյանք։ Սմբատ եղբայրը, որ ասեց, որ Աստված տատիկներին է կանչել, տատիկները պիտի փրկվեն, նայում եմ շատերի դեմքին ժպիտ կա։ Տատիկ, եթե սուրբ կյանք չապրես, երկինք չես մտնելու։ Եթե հարսիդ հետ հաշտ չես, երկինք չես մտնելու։ Թող Տեր օգնական լինի մեզ ամեն մեկից։ Ուղղակի խնդրանքս է, այսօր ժամանակ հատվածները մոտենում են։ Ռուսաստանում արդեն սկսել են եկեղեցիները փակել։ Այս վերջերս կարծեմ Նավրասիսկ, թե որտեղ լուր տվեցին, որ նորից խնդրեմ է առաջացել։ Կգա ժամանակ հատվածը, որ պիտի կատարվի Աստծո խոսքը։ Հիշում եք, Աստծո խոսքի մեջ գրված է, որ պիտի թափառենք հյուսիսից հարավ եւ չպիտի գտնենք մեկը, որ Աստծո խոսքը խոսա։ Աստծո խոսքը պիտի արգելվի։ Մի հարցը հետևյալն է, ինչ պաշար որ ունես, ինչ որ յուղ ունես, սա է քեզ սպահելու։ Այսօր ժամանակ հատվածն է, որ մենք ապրենք սուրբ կյանք։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, մարդ բնության մեջ տրտունջը եկել է Ադամից եւ Եվայից եւ շարունակում է։ Քրիստոս եկավ, որպեսզի այդ տրտունջը վերացնի, որ ամեն բանի մեջ մենք կոհանանք եւ ամեն ինչի մեջ Տիրոջը փառտանք։ Թող Տիրոջ անունը փառավորի։ Գանք Տիրոջ առաջին